Նաև դուք ոչ միայն հոգեբան եք, նաև գրում եք, խոսենք նաև ձեր մասնագիտական անցած ուղու մասին, ինչու ընտրեցինք այս հոգեբանություն մասնագիտությունը եւ նաև երբ սկսեցիք արդեն գրել։ Հոգեբանությունը դա իմ երկրորդ մասնագիտությունն է, առաջին մասնագիտությամբ ես լրագրող եմ։ Դեպի հոգեբանություն իմ ճանապարհը շատ երկար էր, բայց այսպես ասած կտրուկ կատարվեց իմ ներքին ցավից ելնելով, երբ մահացավ իմ մայրիկը ու ես շատ ծանր էի տանում դա ու անդադ փնտրում էի ինչ-որ միջոց այդ ցավը հաղթահարելու գրքեր էի կարդում, հոգեբանության մեջ էի խորացել ու ծնվեց իմ առաջի գիրքը, որ այստեղ չկա, դա անհնարին հնարավոր գիրքն էր, ինչպես հաղթահարել ցավը։ Այդ գրքի հետ միասին ես հաղթահարեցի իմը եւ որոշեցի, որ այն կօգնի նաեւ ուրիշներին հաղթահարել իրենց ցավը եւ դա այդպես էլ եղավ։ Հազարավոր օրինակներ վաճառվել են ու հազարավոր մարդիկ ինձ նամակներ են գրել այդ մասին, թե ինչպես այդ գիրքը իրենց օգնեց իրենց այս կամ այն խնդիրը վերքը բուժելու ճանապարհին։ Իսկ հոգեբանությունը արդեն որպես մասնագիտություն ընտրեցի մի 3 տարի առաջ, ավարտել եմ արդեն կառավարման ակադեմիայի հոգեբանություն բաժինը եւ մագիստրատուրան ու աշխատում եմ։ Նաև շատ հաճախ լսում ենք, երբ որ ասում են հոգեբանները նույնպես ունենում են հոգեբանի կարիք։ Ձեր դեպքում դուք ունենում եք հոգեբանի կարիք, թե դուք ինքներդ կարողանում եք ձեզ համար լինել հոգեբան եւ մոտիվացնել ձեզ։ Լավ, խոսքի իհարկե ունենում եմ ու ունեմ հոգեբան ու մոտ ես գնում եմ խոսում եմ դա անպայման է, անպայման հոգեբանը պետք է նաև ունենա հոգեբան ու մոտ ինքը կարող է, եթե դու քո խնդիրները չես հաղթահարել, դու չես կարող օգնել մարդկանց, դա միանշանակ այդպես է, բայց հոգեբանի մասնագիտությունը ինձ օգնում է նաև իմ խնդիրները ինքս էլ լուծեմ, հա, որ ես հասկանում եմ օրինակ եթե ես այսպես եմ բարվել, այսպես եմ ասել, այսպես եմ զգացել, դրա տակ ինչ կա, ինչու եմ ես դա անում, դա իմ որ բաց վերքն է, դա իմ որ տրիգերն է, որ հույզնա չբավարարված, չգիտեմ, պահանջմունքն է, այսինքն ամեն դեպքում այդ մասնագիտությունը թույլ է տալիս, որ դու ավելի շատ ինքդ քեզ օգնես, ավելի ճիշտ կարողանաս քեզ օգնել։ Նաև վերջին օրերին շատ մեծ պահանջարկ է ստանում հենց հոգեբանի մասնագիտությունը, այսպես ասած շատ են գնում հոգեբանի մոտ եւ դարձել է մոդայիկ, ավելի շատ դուք շփվում եք կանանց հետ, թե նաև տղամարդիկ նույնպես արդեն սկսել են դիմել հոգեբանի։ Գիտեք, մի հետաքրքիր բան եմ նկատել, տենդենս եմ նկատել, 2 տարի առաջ, օրինակ, հնարավոր չէր կամ գրեթե անհնար էր, այսպես ասած, հայ տղամարդկանց բերել հոգեբանի մոտ։ Ինչ եք խոսում, ոնց կարելի է գնալ։ Ես հոգիր չեմ, այսպես են ասում, ու անգամ դժվար էին տարանջատում, որ հոգեբանի մոտ գիր չի գնում, նույնպես բառ օգտագործեցի, այնուամենայնիվ, հա, ասենք հոգեկան խնդիրներով մարդիկ գնում են հոգեբույժի մոտ, այսպես ասենք։ Իսկ հոգեբանի կարիք ունեն բոլորը, ամեն մարդու հետ փողոցից բռնես ինքը ունի հոգեբանի կարիք։ Բայց հիմա փոխվել է պատկերը ու այո, տղամարդիկ շատ են գալիս, կանայք իհարկե ավելի շատ, բայց տղամարդիկ ևս շատ են գալիս, որովհետև իրենք ավելի շատ խնդիրներ ունեն, պատճառը նա է, որ կանայք օրինակ կարողանում են խոսել, արտահայտվել, մենք խոսում ենք, ճիշտ է, մենք խնդիր ունենք, խոսում ենք, այդ մասին լացում ենք, գոռում ենք, չգիտեմ ինչ ենք անում։ Իսկ տղամարդիկ ամբողջը ներս են գցում, ինչ են ասում տղամարդկանց փոքր տարիքից, ասում է ամոթ է, տղան չի լացի, բայց եթե բնությունը տղային տվել է հույզ, տվել է արցունքներ, ինչ է նշանակում չի լացի, իհարկե պիտի լացի, եթե լաց գալիս է պիտի լացի, ու այդ ինքը այդ լաց փոխանակ հանի ուր է տանում, ներս։ Եվ դրա համար մենք ցավոք սրտի ունենում ենք 30-35 տարեկանում արդեն ինֆարկտից մահացած հիվանդ տղամարդիկ, որտեղ այդ իրենց դուրս չհանած հույզերն են, իրենք չգիտեն էլ անգամ ինչ հույզ ունեն, ինչ են զգում, երբ գալիս են ու մենք սկսում ենք խոսել, չգիտեմ, տրանսֆորմացիան մի հատ աննկարագրելի է լինում։ Այս տղամարդիկ ինչ են զգում, որովհետև այնքան են լցրել իրենց ներսում, հա, դրա համար դարձել են ագրեսիվ։ Ինչու են մեր տղամարդկանց մեծ մասը ինչու է ագրեսիվ, ինչու ունեն ինչ որ ոչ ճիշտ համոզմունքներ, կինը պիտի սենց լինի, տղամարդը պիտի սենց լինի, հա, տղամարդը գայս ասում, տղամարդը որ մտնում է տուն, բոլորը իրեն պիտի հարգեն։ Այ մարդ ինչ է նշանակում հարգեն, ասում եմ տունը, որ բան չի, հիմնարկ չի, այնտեղ բանակ չի, որ մտա բոլորը պիտի վեր կենան, ինչ որ սենց բաներ անեն, չէ, այդտեղ ընտանիք հա, այդտեղ գլուխ չկա, կարևոր չկա, երկրորդ, որտեղ եթե դու կարևոր ես, ուրեմն մյուսը երկրորդական է։ Եթե դու գլխավոր ես, մեկը ինչ,
ոչ կարևոր է, այսինքն այդ ինչ է նշանակում, ընտանիքում բոլորը իրար հավասար են։ Եթե մենք սա ընդունենք, մենք կսկսենք մեր երջանկության ճանապարհը։ Այս ձեր այցելություններից հետո նկատում եք փոփոխություն մեկ մարդկանց։ Այնել ինչպիսի իրենք հետաքրքիր է, որ իրենք էլի են ուզում գալ։ Տղամարդիկ ուզում են գալ, կանայք գրում են շնորհակալ ենք, իսկ ինչ լավ ստացվեց, ինչպես է փոխվել իմ ամուսինը եւ այո, անպայման։ Նաև շատ հաճախ մենք երջանկություն ասվածը հարաբերականորեն մարդիկ հասկանում եւ ձեր գրքում հենց խոսելու ենք այսօր իսկ 3 գրքերի մասին։ Առաջին գիրքը ինչպես դաստիարակել երջանիկ եւ հաջողակ երեխա։ Ինչպես է հնարավոր դաստիարակել։ Նախ ասեմ, որ հնարավոր է, այո, բայց դա անելու համար նախ հենց դաստիարակողը պետք է լինի երջանիկ ու հաջողակ։ Իսկ հնարավոր է ոչ երջանիկ ծնողը դաստիարակի մեծացնի երջանիկ։ Ոչ, իհարկե չէ, դա հնարավոր չէ, դա անհնարին է, որտեղ մենք եթե այս բաժակի մեջ ջուր է, իսկ ես ձեզ ասում եմ ինձ տվեք սուրճ, դուք չեք կարա, չէ՞ տաք սուրճ, որովհետև դուք չունեք այդ սուրճը, դուք ունեք ջուր։ Դուք կարող եք տալ միայն այն, ինչ ունեք։ Նույն ձևով, եթե ես երջանիկ չեմ, եթե ես հաջողակ չեմ, ես որտեղից եմ, ինչպես եմ տալիս այն, ինչը ես չունեմ։ Իսկ երջանկությունը նաև շատ հարաբերական է։ Ինչպես պետք է հասկանալ, որ դու երջանիկ ես։ Ինչպես հասկանալ, շատ հետաքրքիր հարց է, երբ օրինակ օրվա մեծ մասը դու ավելի դրական էմոցիաների տակ ես, քան բացասական, երբ դու ավելի շատ ժպտում ես, քան տխրում ես, հա, երբ դու շատ ավելի սիրում ես, քան ատում ես, շատ ավելի բարի ես, քան չարացած ես։ Իսկ դա երբ կարա լինի, երբ մենք ինքնարեալիզացված ենք, ինձ թվում է, երբ մենք կարողացել ենք այս կյանքում հասնել նրան կամ իմանալ, թե մենք ինչի համար ենք օրինակ ծնվել։ Երբ մենք անում ենք այն, ինչ սիրում ենք, ինչ ուզում ենք, երբ մենք չենք անում այն, ինչը չենք ուզում ու չենք սիրում։ Որովհետև եթե մենք անընդհատ ու պարբերաբար ու անընդհատ անում ենք այնպիսի բաներ, որոնք չենք ուզում անել, բայց պիտի անենք, հա, պիտի ինչու մեկը գրել է, հա, որ մենք պիտի սա անենք։ Մենք ինչ ենք կուտակում մեր ներսում, ինչ ենք զգում։ Բնականաբար ագրեսիա, չէ, չարություն, ու մենք դառնում ենք զոհ։ Ով է զոհը, ով միշտ ստիպված է անել բաներ, որոնք ինքը չի ուզում անել, դա իրեն դուր չի գալիս։ Ճիշտ է, իսկ զոհը կարա երջանիկ լինի։ Զոհը իր մեջ ի՞նչ է կուտակում, բնականաբար կուտակում է չարություն, եթե չասենք ագրեսիա, թեկուզ այո, դա էլ է կուտակում է չարություն, եւ ում վրա պիտի թափի չարությունը, դե ասեք։ Երեխաներ։ Իհարկե, դիրախ երեխաներն են, այնտեղ այս փուջուրիկը մի հատ, չգիտեմ ինչ այդտեղից շարժեց, ինչ որ մի բան արեց, մաման գնում է գոռալու։ Հետո իրեն վատացնում, ասում է ինչու եմ գոռացել։ Այստեղ է խնդիրը, ինչու ես գոռացել, քո որ պահանջմունքն է բազային չբավարարված։ Եվ նաև հենց գրքում հետաքրքիր հատված կա, որ մենք բոլորը զոհ ենք մեր ծնողների իրենց ծնողների, մեր երեխաներն էլ ցավոք մեր։ Այն զոհի մասին է խոսքը։ Այն հենց զոհի մասին է խոսքը, այն հենց դրա մասին է խոսքը, այսինքն եթե մայրը գնացել գոռացել է իր երեխայի վրա, ճիշտ է։ Այս երեխան զոհ է, ինչու՞, որովհետև իր մոտ ինքնագնահատականը իջավ, ինքնավստահությունը իջավ, ձևավորվում է համոզմունք, որ ես վատն եմ, դրա համար իմ վրա գոռացին, ես վատն եմ, ես չեմ արդարացնում իմ մամայի, իմ ծնողների պահանջները, սպասումները, այսպես ասած, հա։ Այս մեր երեխան դարձավ զոհ։ Հիմա այս մաման ինչու է գոռացել։ Ինչ խնդիր ունի։ Ու գնացինք, որովհետև իր մաման էլ իր վրա էր գոռում։ Իր մաման էլ իրեն չէր նկատում, որ իր մաման իրեն իր մայրիկը իրեն միայն այն ժամանակ էր նկատում, երբ ինքը օրինակ տունը մաքուր էր աղվում։ Երբ դպրոցից 10 էր բերում։ Իսկ մնացած դեպքերում, երբ օրինակ ասում էր, «Ես շորի չեմ հագնելու, չեմ ուզում, ես դուր չի գալիս, չեմ ուզում գամ ամաները սրբեմ, մի քիչ ուզում եմ պառկեմ», մայրիկը ինչ էր անում։ Դու վատն ես, ցույց էր տալիս, որ դու վատն ես, դու ինձ հիասթափեցրիր։ Ու այդ աղջկա մոտ համոզմունք է ձևավորվում, որ ինքը պիտի գոհացնի, որ իրեն սիրեն։ Զոհա թե զոհ չի, որովհետև գոհացնողը զոհ է։ Որտե կարող ես չեմ ուզում այդ պահին քեզ գոհացնեմ, ինչու պիտի ես քեզ գոհացնեմ։ Ես ուզում եմ անեմ այնպես, ինչպես ես եմ ուզում օրինակ, առանց քեզ վնասելու բնականաբար։ Զոհա, իսկ ինչու է իր մայրիկը այդպես արել։ Նաև շատ այո, հաճախ նաև ծնողները ասում են, որ երեխաներն են մեղավոր, ոչ թե հենց իրենք։ Այո, շատ ճիշտ է, երբ ես օրինակ ծրագրեր եմ անում, ծնողավարության ծրագրեր, դեռահասների համար ծրագրեր եմ անում, դեռահասների համար հենց ծրագիր եմ անում, հազարավոր մարդիկ գրանցում են իրենց երեխաներին։
ու այսինքն ինչ է նշանակում, որ իրենք կարծում են, որ երեխան ունի խնդիր, իրենք խնդրեմ չունեն, սա երեխայի խնդիրն է։ Հենց ծնողավարության դաս եմ անում, տրեյնինգ մի 5-10 հոգի, պատկերացնում եք, որովհետև բոլորը կարծում են, որ իրենք ճիշտ են։ Ասում է իմ երեխան ինչ չի ենթարկվում։ Այդ ինչ է։ Սա կարող եք ասել, ունեք ինչ է, ենթարկվելը որն է, ոնց կարելի է 3 տարեկան, 5 տարեկան, 15 քանի տարեկան դեռահասին օրինակ ստիպել, որ ինքը ենթարկվի, սա կամ կոտրել չի, սա էմոցիոնալ բռնություն չի, չպիտի ենթարկվի, պիտի սիրի, պիտի լսի, այսինքն ծնողը, սա ծնողավարության ավտորիտար ոճն է, այս ոճը, հա, դու պիտի ինձ լսես, ես ճիշտ եմ, ես մամա եմ, ես պապա եմ ու վերջ։ Այս դեպքում երեխաները փակվում են, այս դեպքում երեխաները անինքնավստահ են, իրենք չեն ուզում ծնողների հետ կոնտակտի դուրս գալ, իրենք սկսում են խաբել, ստել ծնողներին, չասել, անցնում են ինտերնետի մեջ, սոցիալական ցանցերի մեջ են, խաղերի մեջ են, մի խոսքով ամեն վատ բան, որ կարա լինի այս ամեն ինչից։ Ու կա ավտորիտետը, որ ասում են, դա որ ծնողն է, որ կարողանում է լսի։ Կարողանում է ոչ թե պարտադրի, այլ համագործակցի, պայմանավորվի։ Ես չեմ ասում երեխան ծնողին չլսի, դες բան չկա։ Իհարկե պիտի լսենք, բայց ոչ թե ենթարկվի, այլ լսի, այնքան սիրի ու այնքան հարգի ու այնքան վստահ լինի ծնողի վրա, որ ծնողի ասած իր համար լինի կարևոր, հեղինակավոր բան լինի։ Այս դրա մասին է խոսքը։ Նաև շատ հաճախ ականատես ենք լինում, որ ծնողները պարտադրում են օրինակ երեխային, որ ընտրի այս կամ այն մասնագիտությունը կամ հաշվի չառնելով, համարելով, որ դա երեխայի համար ավելի լավ է եւ հաշվի չառնելով, թե երեխան ինչ է ուզում։ Ինչպես անել, որ ծնողը ավելի լինի հոգեբան եւ խորհրդատու, այլ ոչ թե պարտադրի իր ուզածը։ Ինձ այդ հարցը շատ տանջում, ինչպես անել։ Ես իմ ասով ամեն ինչ անում եմ, հնարավորն ու անհնարինը, որպեսզի ինչքան հնարավոր է շատ ծնողներ դա հասկանան, լսեն, կարդան, չգիտեմ, փորձեն ինքնազարգանան եւ այլ։ Ես չեմ եղադրում ծնողներին, ոչ մի ծնողի չեմ եղադրում, որովհետեւ բնականաբար ծնողը իր երեխայի լավն է ուզում։ Սա չի քննարկվում։ Բայց ինչու է այդպես վարվել, հա, լավ ուզելով, ինչու է ոչ ճիշտ վարվել, որտեղ այդքան գիտել։ Ինքը ինչքան գիտի, այդքանի վարվել է։ Որտեվ այս ամեն ինչը ոչ դպրոցներում են սովորեցնում, ոչ ինստիտուտներում են ասում, ոչ ծնողները մեր գիտեին, որ մեզ ասեն, այսինքն որտեղից մարդը պիտի դա իմանա։ Ինքը պիտի կամ ինքնակրթվի, կամ չգիտեմ, երևի ինքնակրթվի, այդպես, այդքան բան, հա, ինքը պիտի ինքնակրթվի։ Եթե դուք իմանաք ինձ դիմող անհատական խորհրդատվության դիմող ինչքան կանայք ու տղամարդիկ կան, սխալ մասնագիտության մեջ տառապող, որտեղ ինչն է, ինչու ենք մենք այդպես անում, մենք մտածում ենք, թե մեր երեխաները մեր սեփականությունն են։ Բայց իմ երեխան է։ Այսինքն իմ սեփականությունն է, այնինչ այդպես չի, երեխաները մեր միջոցով աշխարհիկած նոր մարդիկ են։ Իրենց ճակատագրով, իրենք իրենց բաժին քարեր ունեն, որոնց պիտի իրենց ոտքերը խփեն, որ սովորեն։ Իսկ գրքի մեջ կան նաև խորհուրդներ եւ ինչ գաղտնիքներ է պարունակում գիրքը։ Այո, բավականին այս ամեն ինչի մասին եւ տեխնիկաներ կան, եւ խորհուրդներ կան, եւ մեթոդներ կան, խաղեր կան, ամեն ինչ կան ու շատ են ձեռք բերում այս գիրքը ծնողները։ Նաև երբ որ խոսում ենք, որ ծնողը բարկանում է երեխայի վրա, շատ հաճախ գոռում է, նաև լսում ենք, որ նրանք երջանիկ են եղել ինչ-որ ժամանակ, բայց կյանքի բերումով ինչ-որ դժվարությունների բախվելով, կյանքը ստիպել է, որ մի փոքր ավելի դարձել են բարկացկոտ կամ ավելի ագրեսիվ։ Կա այդպիսի բան, կյանքի դժվարությունները հնարավոր է բերեն որպեսզի եւ ինչ անել որ դա չփոխի մարդու հայեցակարգը եւ վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Տեսեք, կյանքի դժվարություն ասվածը չգիտեմ որն է դա, իրավիճակների մասին է, չէ՞ երևի խոսքը, հա, մեր կյանքում հայտնվել է այսպիսի իրավիճակ, երբ դու հասկանում ես, որ դա նախ իրավիճակ է քո կյանքում, ոչ թե քո կյանքը։ Երբ դու այդ իրավիճակը փոխել չես կարողանում, որն է ելքը, փոխել իրավիճակի հանդեպ քո մոտեցումը, որտեղ հոգեվիճակը քոնն է։ Իրակա իրավիճակ օրինակ, բոլորի կյանքում կարող են լինել այդպիսի իրավիճակներ, երբ մենք ազդեցություն չունենք այդ իրավիճակի վրա, ուղիղ չենք կարող ազդել, բայց հոգեվիճակը մերն է, չէ։ Մենք մեր հոգեվիճակի վրա կարող ենք, այսինքն ես ինչպես եմ որոշում ընտրում, այդ իրավիճակի մասին մտածել, ընդունել այդ իրավիճակը։ Հիմա կոնկրետ օրինակ, ես իմ օրինակով միշտ բերում եմ Արցախի հետ կապված, սա դաժան իրավիճակ է, որտեղ ես գիտեմ, Արցախը ինձ համար ժամանակավոր օկուպացիայի մեջ է։
ու իմ ծնողների գերեզմանները այնտեղ են։ Ես չեմ կարողանում գնալ վաղը մայիսին, վաղը մայրիկիս ծնունդն է։ Ես չեմ կարող գնալ իր գերեզմանին ծաղիկներ դնել եւ այլն։ Եթե ես մտնում եմ դրա մեջ ու անդադ սկսում եմ մտածել, ես զգում եմ, որ հիվանդանում եմ, շատ վատ եմ եւ այլ ու դա նորմալ է, որ այդպես պիտի լինի։ Ինչ անել։ Հա, իրավիճակը դա այդպեսի։ Ես չեմ կարող փոխել այստեղ ոչ մի բան։ Չեմ կարող, ուղիղ ազդեցություն չունեմ, բայց հոգեվիճակը իմն է։ Ու ես ընտրում եմ ինչ անել։ Ես ընտրում եմ օրինակ օրը 15-20 րոպե լացել, գոռալ, չգիտեմ ինչ էմոցիա կգա ինձ մոտ, ես դա թույլ եմ տալիս ինձ անել, որովհետեւ եթե ես դա չանեմ, ինքին սպանելու է ներսից։ Հետո ընտրում եմ օգնել, օրինակ, եւ այլը։ Հիմա տարբեր բաներ եմ ընտրում, որոնք ես անում եմ ինձ հանգստացնելու ու այս իրավիճակը մահացու չընդունելու համար, այսպես ասեմ։ Այդպես էլ մեր կյանքում ցանկացած իրավիճակ։ Այո։ Նաև խոսենք հաջորդ գրքի մասին։ Հեսա գեղարվեստական վիպակ է, կինովիպակ է կնոջ մի կնոջ մասին, ով ուներ երազանք, հետո մոռացավ այդ երազանքի մասին, ինչպես հազարավոր մեր կանայք ու մանավանդ հայ կանայք, որովհետև ձուլվեց ընտանիքի գաղափարին, երեխա, ամուսին, մամա, մայրիկ հիվանդ, հայրիկ եւ այլը մոռացավ ու իր կյանքում եկավ մի պահ, երբ այդ ամեն ինչը ամուսինը սկսեց դավաճանել, հետո վթարի ենթարկվեց ու ինքը հայտնվեց մենակ երեխայի հետ այս կյանքի հորձանուտի մեջ։ Ինչ անել։ Պետք էր իրեն վերագտնել, ինքը ամբողջովին հոգեբանություն է, բայց վիպակի, այո, զոհի մասին ինչ է լինում մարդու հետ, երբ ինքը մոռանում է իր երազանքի մասին։ Ինչ է լինում։ Ու ինչ է կատարվում, ինչ տրանսֆորմացիա, երբ դու հիշում ես, վերհիշում ես, այսպես ասենք, հա, վերագտնում ես քո երազանքը ու սկսում ես քայլել դեպի դա։ Ինչ է կատարում քեզ հետ։ Ինչ տրանսֆորմացիա։ Սա գիտեք ինչ էր, այս գիրքը էլի բեսթսելեր ա եղել, տարիներ շարունակ այստեղ Հայաստանում, նաև թարգմանված է անգլերենով, թարգմանված է արաբերենով, ու հարյուրավոր կանայք բառից բուն իմաստով նամակներ են գրել, բոլորի մոտ նամակները սկսել են այսպես. Այս գիրքը իմ մասին է, գլխավոր հերոսուհին ես եմ։ Բոլորը իրենց նույնականացրել են գլխավոր հերոսուհու հետ, որովհետև ինքը շատ հավաքական կերպար է, ինձ այցելած բոլոր կանանց հավաքական կերպարը։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին կնոջ դերը որքանով է փոխվել հայ հասարակությունում։ Կինը սկսել է ինքը իրենով հետաքրքրվել, նկատել, փորձել սիրել իրեն, փորձել զբաղվել իրենով, փորձել հասկանալ, որ ինքը անհատականություն է, ինքը կարող է, ինքը պիտի զբաղվի նաև իրենով, ու դա շատ գովելի է, որովհետև նորից եմ ուզում դրան անդրադառնալ, եթե մայրիկը երջանիկ չի, աղջիկը իր աղջիկը չի կարող երջանիկ լինել։ Աղջիկը տեսնում է մայրիկ, ոչ երջանիկ, իր մոտ ենթագիտակցական ծրագիր է գրվում կնոջ կերպարը, ինչպեսի պիտի լինի։ Այսպեսին, տխուր, թոշնած, լացող, դժբախտ, վերջ, ու ինքը դառնում է այդպեսին։ Տղան տեսնում է իր մայրիկին, իր բազային կինն է, կյանքի իր ճանաչած առաջին կինը։ Այսպեսի կին, ինչ-որ մի հատ կին։ Ինքը ընտրում, սիրահարվում է այդպեսի կնոջ։ Հետո Նաև շատ հաճախ լսում ենք, որ այս գործը կնոջը ավելի սազական չէ։ Դա փոխվել է մեր հասարակության մեջ հիմա այլ կերպ են օրինակ կամ բարձր պաշտոնյա կանանց հիմա նկատել, որ դա ավելի շատ կանանց գործ չի, կամ այլ տարբեր գործեր, որոնք մտածում եմ հենց տղամարդու գործ պետք է լինի։ Ես օրինակ գտնում եմ, չգիտեմ ինչքանով է դա փոխվել, բայց փոխվել է, կանայք հիմա բիզնեսի մեջ են, չէ, բիզնեսներ ունեն, կանայք պաշտոնների մեջ կան, ու դա շատ լավ է։ Ես գտնում եմ օրինակ, որ եթե աշխարհը ղեկավարային երջանիկ կանայք, հիմա տղամարդիկ դուրս կգան իմ դեմ, բայց դե ես այդպես եմ գտնում, որ եթե աշխարհը ղեկավարային կամ մեծ մասը ղեկավարային երջանիկ կանայք, այս աշխարհը մի քիչ այլ ձևով կլիներ։ Երջանիկ կանայք, բայց ոչ թե դժբախտ կանայք։ Ձեր պատկերացմամբ ինչպես կլիներ։ Հանգիստ, խաղաղ, ծնողը ինչպես կվարվի իր երեխայի հետ, այդպեսին, առանց պատերազմների, առանց իրար ինչ որ մի բան ապացուցելու, ես լավ տղա եմ, չէ, ես եմ լավ տղա, ես ուժեղ եմ, չէ, ես եմ ուժեղ եւ այլը։ Այսինքն խաղաղություն կլիներ ինձ թվում է։ Համենայն դեպս այսքան պատերազմները չեն լինի։ Ես այդպես եմ մտածում։
Նաև խոսենք վերջին գրքի մասին, վերնագիրը ինչպես հաջողել հարստանալ, մարդիկ շատ ինչու են ձախողում եւ վախենում նոր բիզնես սկսելուց օրինակ։ Այո, ինչու են վախենում։ Ինչու չեն հարստանում։ Ճիշտ է, որտեղ վախենում են։ Ինչից են վախենում։ Ռիսկից են վախենում։ Վախենում են, բա որ անեմ ու ձախողեմ։ Գնում եք մանկություն։ Ինչ էր լինում մանկության տարիներին, երբ երեխան մի բան այն չէր անում։ Այդ երեխան, ով ուզում է հիմա ինչ-որ բան անի, բայց վախենում է, որ կձախողի, ճիշտ է։ Այդ երեխայի հետ, երբ ինքը օրինակ փոքր ժամանակ մի բան սխալ էր անում, ինչ էին անում ծնողները։ Ասում էին, այ դու վատ երեխա, ինչու ես արել։ Այսինքն սխալվելը, ձախողվելը իր մոտ արդեն նույնականացվել է վատ մարդ լինելու հետ, անհաջողակի հետ։ Վերջ։ Վախենում է, տրավմաներ ունեն, դրանք հոգեբանական տրավմաներ են։ Մարդը վախենում է ձախողելուց, մարդը վախենում է սխալվելուց։ Ես օրինակ միշտ իմ աղջկան ասում եմ, փոքր ժամանակ գնում էի տուն, հորինում էի, ասում էի, այսօր ես այսպեսի բան եմ արել, հետո հասկացել եմ, որ սխալ եմ արել։ Սխալվել եմ։ Հետո ասեցի, ոչինչ, սխալվելը նորմալ է, մարդը պիտի սխալվի։ Հետո մտածեցի, ինչ անեմ, որ այդ սխալը ուղղեմ, ուղղեցի ու վերջ, ամեն ինչ լավ եղավ։ Ես դա անում էի, որ ինքը հասկանա, որ սխալվելը նորմալ է ու պարտադիր է։ Ով չի սխալվում, ինքը չի կարող առաջ գնա։ Եթե դու չես սխալվել, փորձ քեզ որտեղից, ճիշտ է։ Սխալվելու վախը, քննադատվելու վախը, ուրիշի կարծիքի վախը, այս են հիմնակալերից մեկն է, ոչ բոլորն եմ ասում, մի քանիսը հիմնակալերից են, որոնք չեն թողնում, որ մարդը ռիսկով գնա իր նպատակների, երազանքների հետևից։ Այսինքն փորձի հարստանա։ Կամ այս սխալ համոզմունքները, օրինակ դուք շատ երիտասարդ եք չեք հիշի, գուցե հիմա էլ են ասում, չգիտեմ, սովետի ժամանակ ասում էին, մեր ծնողները ասում էին, բան, փողը ձեռքի կեղտ է։ Այո։ Լսել եք այդպիսի արտահայտություն։ Այս ինչ նախադասություն է, փողը ձեռքի կեղտ է։ Ու ձևավորվում է, չէ՞, միտք այդպիսի, որ փողը ձեռքի կեղտ է, այսինքն ում մոտ կա այդ վատ մարդը, չէ, այդպես չի։ Ում մոտ կա նա կարողանում է փող աշխատի։ Չենք խոսում վատ մարդկանցից, կարող են եւ վատ մարդիկ լինել, ովքեր աշխատում են, բայց կարող են եւ վատ մարդիկ լինել, որոնք չեն էլ աշխատում, ճիշտ է։ Այսինքն այդ դրանով չի բնութագրվում վատա թե լավ մարդը։ Դա ավելի ուրիշ կատեգորիա է։ Նաև դուք որ խոսում եք, երբ որ ծնողները փոքր տարիքից երեխային ինչ որ սխալ անելու դեպքում այսպես քարկոծում են կամ ասում են դու սխալ արեցիր, չի լինում դեպք միշտ բոլոր դեպքերում երեխան ընդգծվում է, թե լինում են դեպքեր, երբ որ երեխան ասում է չէ, ես կապացուցեմ, որ ես սխալ չէի։ Բացասական մոտիվացիայի ճիշտ լավ հարց եք տվել, լինում են այդպիսի դեպքեր, բայց գիտեք ինչ դեպք է, ես ուզում եմ մի հատ այդպիսի դեպք պատմել ձեզ, ուրեմն մի հատ հաճախորդ ունեի կոնսուլտացիայի եկած, ինքը անընդհատ խանութներ էր կառուցում, խանութ է բացում, անընդհատ խանութ է բացում, այս մարդը հետո մի հատ տարածք էր վերցրել, որ տուն կառուցել ու վերջի պահին որոշեց, որ էլի խանութ պիտի կառուցի այդ տարածքի վրա, ոչ թե տուն, ու հասկացա, որ ինքը ինչ-որ խնդիր ունի, ես ինչի եմ այս խանութ կառուցել, տղամարդու մասին եմ խոսում, եկել էր կոնսուլտացիայի, ասում եմ ինչ է ինձ հետ կատարվում, ինչի եմ ես այսքան խանութ կառուցում։ Առաջի հարցը որ տվեցի, ասում եմ ձեր հայրիկի մասին ինձ պատմեք, ինչ հայրիկ ունեք։ Ու այդ մարդը մի անգամ ինձ պատասխանավ, ասում է, գիտեք, այս հայրիկս, այս պապաս, այսքան բան անում եմ, մի անգամ չասեց ապրի իմ տղան։ Չի ասում, խի չի ասում, ասում են, չի ասում։ Այսինքն ինչ է կատարում, ինքը անընդհատ այդ կառուցում է այդ խանութները, որպեսզի հայրը մի օր գոնե մի անգամ գոնաց, վայ, ապրի իմ տղա, ինչ տղա, չի ասում, հիմա ասա դրական մոտիվացիա է, թե բացասական, չգիտեմ։ Եթե բիզնեսի տեսանկյունից վերցնենք, օքեյ, հա, դրական է, բայց եթե իր խորքայինը վերցնենք այս մարդու, թե ինչ է ինքը զգում, ինքը կուզեր 3 խանութով օրինակ բավարարվեր, հետո գնար իր կյանքը վայելեր, գուցե այդպես կուզեր, ճիշտ է։ Բայց ինքը անընդհատ պայքարի մեջ է իր հետ ու իր պապայի ստվերի հետ այնտեղ միտեղ, որ պապային մի անգամ ես գոնե պապան ասի ապրի իմ տղան, չի ասում, լավ, միջև երբ է խանութ կառուցել այս մարդը։ Երբ է ապրելու։ Եվ լինում է դեպք, երբ որ նրա հայրը չի ասում, որ ապրես, որ այսքանը կառուցել ես, բայց ինքը երեխան երբ որ կառուցի, ինքը կասի, որ հոր սխալը չկրկնի։ Նայեք լոգիկայով է, բայց կյանքում գրեթե չէ։ Ցավոք սրտի։ Իրենք իրեն այդպես անում, հա, ասում է, ես գիտեմ, որ դա վատ է, իմ մայրը ինձ ծեծել է,
իմ հայրը ինձ չի գովացել, ես էլ չեմ անում դա։ Հետո ինձ ասում, ախր դու գիտես, որ դա վատ է, ինչի չես անում։ Բայց չի կարողանում։ Ասում է, իմ երեխաներին ես չեմ կարողանում գրկեմ։ Հարցնում եմ, քեզ գրկել են։ Չէ։ Վատ ես չես զգացել, հա, բա չգիտեմ, չեմ կարողանում։ Այո, չեմ կարողանում, որտեղ դա այնտեղ է, գիտակցականի մեջ է, դա սցենար է, այսպես ասել, վարքային, ինքը այդպես է տեսել, մոդել է, այդպես է տեսել, այդպես է անում, մտածում է, այդպես է ճիշտ է, չի մտածում, այդպես է զգում, չգիտեմ։ Ու վերջ, բայց երբ իրենք դիմում են մասնագետի, աշխատում են կամ ինքնակրթվում են, այդ ուրիշի գրած սցենարները, այսպես ասած, վիրուսային ծրագրերը, որովհետև դա իրենցը չի, դա ուրիշի գրածն է, ծնողների գրածն է, դրանցից ձերբազատվում են ու մնում են իրական եսը, իրական իրենք ովքեր կան։ Այդ դեպքում արդեն կյանքը լրիվ փոխվում է։ Իսկ դուք ինչպես եք կարողանում ճիշտ դասավորել կին, գրող, հոգեբան եւ նաեւ մայր այդ դասակարգը։ Բոլորը սիրով, բոլորը։ Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ արել ինչ-որ մի բան չսիրելով։ Չեմ հիշում, չուզելով, ձգտում եմ չանել։ Երևի չեմ էլ անում, ուզում եմ հիշել ու չեմ հիշում, չկա տես բան։ Ամեն ինչ անում եմ սիրով։ Ես օրինակ գիշերը մինչև ժամը 2-ը հիմա այս պահին գրում եմ նաև ֆիլմ, իմ ծանր աշխատանքից հետո գնում եմ տուն, նստում եմ ու սկսում եմ ֆիլմ գրել։ Դա լինում է, որ ավարտում է ժամը 2-ին գիշերվա եւ այլն։ Ինձ իմ մոտիկները հարցնում են, լավ, դու չես հոգնում։ Ես թվում է, ես դա անում եմ, որովհետև չգիտեմ, գուցե գումար եմ ուզում աշխատել եւ այլն, գումարը մի կողմ, գումարը դա արդյունքն է քո աշխատանքի։ Ես դա անում եմ, որովհետև սիրում եմ, որովհետև ուզում եմ։ Որ պահին զգամ, որ չեմ ուզում, չեմ անելու։ Վերջ։ Իսկ ձեր ֆիլմերը արդեն հասանելի են կարող ձեր սցենարները։ Բավականին դե մի պահ բոլոր TV-ների հետ աշխատում էի, հեռուստասերիալներ էի գրում, հիմա ամերիկյան հեռուստաընկերության US Armenia-ի համար եմ անում, շուտով կլինի։ Նաև երբ որ խոսում ենք ճիշտ դասակարգերից, կին, ծնող եւ մայր, կա ինչ ուզում եմ հասկանանք, կարող է ծնողը լինել հոգեբան եւ նաեւ ընկեր։ Շատ ենք լսում, որ պետք է ծնողը լինի ընկեր։ Ծնողը պետք է մնա միայն ծնող, թե նաեւ կարող է լինել հոգեբան եւ ընկեր։ Տեսեք, ես չեմ կարծում, որ ծնողը պետք է լինի ընկեր։ Ամեն դեպքում ես էլ ունեմ աղջիկ 18 տարեկան, մենք ընկերներ ենք եւ հա եւ չէ, որովհետեւ ես չեմ կարող իր ընկերը լինել, ինքը ունի ընկերուհիներ, ես իր համար հեղինակություն մամա եմ։ Երբ ինքը օրինակ ունենում է որևէ խնդիր, մեկ շատ մոտիկ է իրար հետ, ինքից ոչինչ կարծում եմ չի թաքցնում, այնքան ինչքան չի ուզում թաքցնել այդքան բան, ինքը ունի իր ազնային կյանք, ազնական կյանքը, կարող ինչ որ բան լինի, չասի ու դա նորմալ է։ Ամեն դեպքում երբ ինքը ունենում է խնդիր ու գալիս է, ասում է մամա, հիմա եկել եմ, միացնում մաման, հոգեբանը չմիացնես։ Ահա, այս ի՞նչ է նշանակում, որ ես պիտի իրալիքի վրա լինեմ, ոչ մի խորհուրդ չտամ, հա, ինքը ինչ զգում է, օքեյ, որպես մամա ենք։ Գնացինք, խոսում ենք որպես մամա։ Բայց մեկ էլ կգա ասի, այ հիմա խնդրում եմ միացրու հոգեբանը, ես ունեմ խորհրդի կարիք։ Այդպես։ Տարբեր դերերում։ Այո, տարբեր դերերում, այո։ Շնորհակալ ենք շատ եւ խոսենք նաեւ թե գրքերը շարունակություն ունենալու են եւ ինչ նոր գրքեր սպասեն։ Կինը գիրքը այո ունի շարունակություն, գրում եմ, աշխատում եմ դրա վրա տղամարդը վերնագրով, այս կնոջ տղամարդու, արդեն տղամարդու խնդիրներով։ Այո, տղամարդու խնդիրներով, շատ հետաքրքիր է ստացվում, սիրում եմ եւ կերպարը եւ այդ ամեն ինչը, պարզապես ժամանակի խնդիր ունեմ, մի քիչ երկար է այդ process-ը կատարվում, անդադ ընթերցողները գրում են չկա, գիրքը չկա, լինելու է, շուտով կլինի, կարծում եմ շուտով կլինի, փորձում եմ ամեն դեպքում ամեն ազատ րոպեն օգտագործում եմ, որ գրեմ։ Աղջկաս հետ միասին վերջերս ստեղծեցինք հաջողության օրագիր գիրք, որը շատ ակտուալ է դեռահասների մոտ, սիրով ձեռք է բերում։ Այո, ձեր աղջիկը կարծես ձեր նոր ուղղությունն է։ Ինքը հոգեբանության մեջ է, սիրում է շատ, գրում է, այո, ինքը 11 տարեկանից գրքերի հեղինակ է, սուպերնռան է, երհատորեգի հեղինակն է։ Այդպես, այո, այսօր թե հա։ Իսկ մոտավոր արդեն քանի գիրք ունեք տպագրած։ 10 գիրք։ Տղամարդը կլինի 11-րդ։ Այո։ Շնորհակալ ենք շատ եւ հուսով եմ եւ գրքերը ձեր եւ նաեւ խորհուրդները շատ մեծ ազդեցություն կունենան հեռուստադիտողի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք գրող, հոգեբան, մոտիվացիոն խոսնակ Արփի Վանյանի հետ։